Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մերիդիան Էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Վարչապետը ծանոթացել է կատարված եւ ընթացիկ աշխատանքներին, ներկայացվել են առաջիկա ամիսների անելիքները, ընդգծվել է, որ բոլոր ուղղություններով նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հաստատված ծրագրին համապատասխան։ Վարչապետը շրջել է տարբեր գործառույթների համար նախատեսվող տարածքներում, ծանոթացել ենթակառուցվածքային եւ տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Վարչապետը կարևորել է միջգերատեսչական արդյունավետ գործակցությունը եւ միջազգային գործընկերների հետ աշխատանքների պատշաճ համակարգումը COP17-ի բարձր մակարդակով անցկացման նպատակով։ Փաշինյանը նաև այցելել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործող Elevate AI արհեստական բանականության գործարան, որը Հայաստանում եւ Հարավային Կովկասում NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով աշխատող առաջին ԱԲ գործարանն է։ Նա շրջել է գործարանում, ծանոթացել տվյալների կենտրոնի տեխնիկական հնարավորություններին, ընդլայնման ընթացիկ փուլին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին։ Նշվել է, որ առաջին փուլի ներդրումային ծրագիրը կազմում է $150 միլիոն, որից շուրջ $70 միլիոն արդեն իրականացվել է։ Ընդգծվել է, որ ենթակառուցվածքը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար, սկսած արհեստական բանականության մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական եւ ինժեներական կիրառություններ։ Գործարանի առաջին փուլի հզորությունը 5 մեգավատ է, որը ընդլայնման հաջորդ փուլում նախատեսվում է հասնել 40 մեգավատի։ Գործարկումից ընդամենը 1 ամիս անց արկա հզորությունը ամբողջությամբ ամրագրվել է, արտացոլելով Հայաստանից եւ միջազգային շուկաներից եկող պահանջարկը։ Այցի շրջանակում քննարկվել են նաեւ Հայաստանում ԱԲ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները։ ՆԱՏՕ-ն ձգտում է հեռացնել Հայաստանին հապկի իր դաշնակիցներից, այս մասին ՌԻԱ Նովոստին ասել է հապկում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Մենք նշում ենք ՆԱՏՕ-ի երկրների եւ առանձին արևմտյան պետությունների ցանկությունը հեռացնել Հայաստանին հապկի իր դաշնակիցներից, այդ թվում համատեղ զորավարժություններ անցկացնելու միջոցով, ասել է Վասիլևը։ Նա հավելել է, թե Հայաստանի ներկայիս ղեկավարության այս մոտեցումը անշուշտ չի ծառայում երկրի երկարաժամկետ անվտանգությանը եւ ինքնիշխանությանը։ Իրանի եւ Հայաստանի պաշտոնյաները ընդգծել են ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում է իրանական մեհերը, հավելելով, որ պաշտոնյաները պնդել են, թե Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքի լիարժեք ակտիվացումը զգալիորեն կմեծացնի առևտրի ծավալը։ Ըստ աղբյուրի, տարածաշրջանային տրանսպորտային դիվանագիտության ակտիվացման շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարի տեղակալի, նաեւ Իրանի ճանապարհաշինության եւ տրանսպորտի կազմակերպության ղեկավար Ռեզա Ակբարիի մասնակցությամբ։ Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործակցության զարգացման ուղիները, ընդգծելով տարանցիկ ենթակառուցվածքներն ամրապնդելու եւ արկա խոչընդոտները վերացնելու հաստատակամությունը։ Բաքվի վերաքննիչ դատարանում էլ հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է, դատավորները անցել են որոշման կայացման, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հուլիսի 31-ին կայացած նիստում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը միջնորդություններ ներկայացրել դատարանին, չեղյալ հայտարարելու ստորին դատարանի դատավճիռը եւ արդարացնելու իրեն։ Օրվա քրեական մյուս նորությունները տեսաշարով։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու եւ փոխհատուցում ստանալու պահանջով։ Հայցը վերաբերում էր Փաշինյանի 2025 թվականի հունիսի 5-ին կառավարության նիստում հնչեցրած կաշառակեր արտահայտությանը։ Դատարանը վճռել է, որ այդ արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն չէ, հիմնված Քոչարյանի մասնակցությամբ նախկին քրեական գործի հանգամանքների եւ դատական ակտերի վրա, ուստի այն չի համարվում զրպարտություն, արդյունքում հայցն ամբողջությամբ մերժվել է։ Մեղադրանք է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնակատարին, որը նպատակ ունենալով գործել հօգուտ իր հետ փոխկապակցված մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պայմանագրով չնախատեսված հիմքով մրցույթում հաղթած ընկերությունից պահանջել է 10 տարվա բանկային երաշխիք, այնուհետև անտեսելով նշված պահանջի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու գործընթացում նոր գնման ընթացակարգ սկսելու արգելքը հիշյալ պաշտոնատար անձը նախաձեռնել է այն, որի արդյունքում ընտրված մասնակից է ճանաչել վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունը եւ կնքվել է 75 միլիոն դրամ արժեքով պայմանագիր։ Քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել, նրա պաշտոնավարումը կասեցվել է։
Մուլտիտրանսպորտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Դալաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Լոռու քրեական ոստիկանության ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում վնասազերծել են 3 հանցավոր խմբավորում, այդ թվում 16 եւ 19 անդամից բաղկացած կազմակերպված խմբեր։ Բացահայտվել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տասնյակ դեպքեր, սպանության փորձից մինչեւ առևանգումից մինչեւ քրեական ենթամշակույթի եւ հանցավոր կազմակերպությունների գործունեություն։ Բոլոր ներգրավված անձանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, մի շարք մեղադրյալներ կալանավորվել են։ Ներքին գործերի նախարարության տվյալներով հաշվետու ժամանակահատվածում Լոռու մարզում սպանության որևէ դեպք չի արձանագրվել։ Պետեկամուտների կոմիտեն Մուլտիրեստ Հաուսում հայտնաբերել է 78.4 միլիոն դրամի թաքցված հարկեր։ Ըստ ՊԵԿ-ի 2023-ից 26 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ, նվազեցնելով աշխատողների վարձատրության եւ իրացման շրջանառության իրական ծավալները։ Փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողների օպերատիվ համակարգված եւ պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ փրկվել է Սևանալճում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը։ Լողանշաններն անցնելուց հետո երիտասարդը հայտնվել էր ջրի տակ։ Փրկարարները նրան դուրս են բերել ապտեղում, ցուցաբերել առաջին բուժօգնություն եւ տեղափոխել բուժհաստատություն։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ծրագրում են վերջին ժամանակների ընթացքում Իրանի էներգետիկ կենտրակառուցվածքների նկատմամբ ամենալայնամասշտաբ ռմբակոծություններից մեկը, հաղորդում է CBS News-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, ըստ որոնց հարվածները կարող են սկսվել արդեն առաջիկա հանգստյան օրերին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները քննարկել են գործողությունը ավարտելու հնարավորությունը մինչև երկուշաբթի ֆինանսական շուկաների բացվելը, մտահոգվելով, որ ռմբակոծությունները կարող են բացասաբար ազդել ամերիկյան եւ համաշխարհային տնտեսությունների վրա։ Սակայն գործողության ավարտի վերջնական ժամկետը դեռևս որոշված չէ։ Ամերիկյան մի շարք աղբյուրների խոսքով Իսրայելը տեղեկացված է ծրագրերի մասին եւ համակարգում է իր գործողությունները Միացյալ Նահանգների հետ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական թույլտվություն չի տվել հարվածներ հասցնելու համար, հայտնել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը։ Պենտագոնի մամուլի քարտուղարն էլ հայտնել է, որ Պենտագոնը չի մեկնաբանի հնարավոր թիրախները, քանի դեռ նախագահը վերջնական որոշում չի կայացրել։ Ռուսաստանը այսօր վաղ առավոտյան բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին։ Կիևի իշխանությունների հաղորդմամբ առնվազն 9 մարդ է զոհվել, 30 այդ թվում 4 երեխա վիրավորվել։ Մասամբ փլուզված շենքի փլատակներում դեռ մարդիկ կան։ Կիևի բնակիչները հայտնել են 1 տասնյակից ավելի պատյուների մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ գրոհի հետևանքով տուժել են Կիևի 7 շրջաններ։ Վնասվել է 18 տուն, Լիտվայի դեսպանատունը եւ ենթակառուցվածքներ։ Նա նշել է, որ գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 35 հրթիռ, այդ թվում 27-ը բալիստիկ եւ 185 հարվածային անօդաչու թռչող սարք։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հնարավորությունը Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին Թեհրանի հարվածների պատճառով։ Թրամփն իր որոշման մասին հայտարարել է Սպիտակ տանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքը քննարկում է արդյոք ամերիկյան զորքերի հետ քաշումն Իրանի հարվածներից հետո։ Թեհրանը մշակել է լայնածավալ ծրագիր Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից հնարավոր հարձակումներին արձագանքելու համար։ Մենք ամերիկյան լրատվամիջոցների կողմից Իրանի ենթակառուցվածքների վրա հնարավոր հարձակումների մասին հաղորդագրությունները խելագարություն ենք համարում։ Մենք պատրաստել ենք համապարփակ արձագանքման ծրագիր, որը ներառում է սիոնիստական ռեժիմի կարևորագույն ենթակառուցվածքները եւ տարածաշրջանում Միացյալ Նահանգների էներգետիկ ենթակառուցվածքները, հայտնում են Թեհրանից։ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում են համաձայնության գալ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում, սակայն դա կպահանջի զիջումներ երկու կողմերից էլ։ Ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ, բայց երկուսն էլ ստիպված կլինեն որոշ զիջումներ անել, ասել է նա։ Սպիտակ տան ղեկավարը բազմիցս նշել է, որ ինքը վերջ է դրել 8 պատերազմի եւ որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է լիներ ամենահեշտերից մեկը։ Ես կարծում եմ, որ կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մենք կարող ենք պատկերացնել, ասել է նա։ Ֆրանսիան զորքեր ինքնաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին Սեուտայի միգրացիոն ճգնաժամի պատճառով։ Նշենք, որ Իսպանիան Մարոկոից Սեուտա ժամանած ավելի քան 60,000 միգրանտից հետ է վերադարձրել մոտ 40,000-ին։
Իտալիան 30 օրով վերականգնել է սահմանային վերահսկողությունը Իսպանիայի հետ։ Վերահսկողությունը կկիրառվի օդային եւ ծովային ճանապարհով Իտալիա ժամանող ուղևորների նկատմամբ։ Որոշումը պայմանավորված է Սեուտայում միգրանտների աննախադեպ հոսքով դեպքի առնչությամբ մտահոգություն են հայտնել նաեւ Ֆինլանդիան եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հիշեցնենք, վերջին 24 ժամվա ընթացքում Սեուտա է մտել մինչև 49000 անօրինական ներգաղթյալ։ Ավելին, առնվազն 19 մարդ մահացել է քաղաքացնելու փորձ կատարելիս։ ԵՄ նախկին արտգործնախարար Ժոզեփ Բորելը մեկնաբանելով Իտալիայի իշխանությունների հայտարարությունները Իսպանիայի հետ ազատ սահմանային անցման վերաբերյալ Շենգենյան համաձայնագիրը կասեցնելու պատրաստակամության մասին, Սեուտա անօրինական միգրանտների հոսքի պատճառով հայտարարել է, որ ԵՄ ոչ մի անդամ պետություն իրավունք չունի միակողմանիորեն մեկ այլ երկրի բացառել Շենգենյան համաձայնագրից կամ կասեցնել դրա մասնակցությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրականացված ավիահարվածների ընթացքում սպանվել են Համասի մատակարարման հարցերով պատասխանատու Մուհամմադ Ալ-Աբեդը եւ հրամանատար Ահմադ Մուհամմադ Անքարին։ Նրանց տվյալներով նրանք ներգրավված էին զենքի մատակարարման եւ Իսրայելի դեմ հարձակումների ծրագրավորման մեջ։ Տարիներ շարունակ մաշված ջրագծեր, հաճախակի վթարներ, հաշվի առնելով ամենախնդրահարույց համայնքների առաջնահերթ կարիքները, Վեոլիա ջրընկերությունը շարունակում է փուլ առ փուլ վերակառուցել ջրամատակարարման համակարգերը։ Հերթարարատի մարզի Զորակ, Արևշատ եւ Լանջազատ համայնքներին է, որտեղ առաջիկա մեկ տարվա ընթացքում կիրականացվեն 274 միլիոն դրամի ներդրումային աշխատանքներ։ Ջրամատակարարման տեսանկյունից Արարատի մարզը շարունակում է մնալ հանրապետության ամենաբարդ տարածաշրջաններից մեկը։ Տարիների ընթացքում կուտակված ենթակառուցվածքային խնդիրները, մաշված ջրագծերն ու ջրի զգալի կորուստները շարունակում են դժվարություններ ստեղծել ինչպես ջրամատակարարի, այնպես էլ բնակիչների համար։ Թեև Վեոլիա ջրընկերությունը մարզի սպասարկումը ստանձնելուց ի վեր հետևողական ներդրումներ է կատարել, որոնք արդեն իսկ նպաստել են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սակայն մի շարք խնդիրներ դեռևս մնում են չլուծված։ Դրանց լուծման նպատակով ընկերությունը 2026 թվականին եւս պկածի շրջանակում շարունակում է իրականացնել պարտադիր կապիտալ աշխատանքներ։ Դրանք են Զորակը, Արևշատը եւ Լանջազատը։ Ընդհանուր ծրագրի արժեքը կազմում է 274 միլիոն դրամ ներդրում, որից 90 միլիոնը Զորակում, 154 միլիոնը Արևշատում եւ մնացած 29.5-ը Լանջազատ համայնքում։ Ծրագրի իրականացման համար նախատեսված է 12 ամիս ժամկետ եւ այս ընթացքում աշխատանքների իրականացման արդյունքում մենք ունենալու ենք մոտավորապես 29 լիտր 3 համայնքները միասնական 29 լիտր ջրի տնտեսում։ 3 բնակավայրերում էլ ջրագծերը խիստ մաշված են եւ քայքայված, հաճախակի վթարները, ապօրինի միացումներն ու դրանց հետևանքով առաջացող ջրի զգալի կորուստները, հատկապես ամռան ամիսներին, երբ սպառումը հասնում է առավելագույնի, հանգեցնում են ճնշման անկման եւ ջրամատակարարման ընդհատումների։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ հին ջրագծերի զգալի մասն անցնում է սեփականաշնորհված տարածքներով, ինչի հետևանքով դժվարանում են ինչպես դրանց սպասարկումը, այնպես էլ վթարների արագ վերացման աշխատանքները։ Բոլորը անխտիր այստեղ ունեն այդ պաշարապատ ծավալներ ու բոլորի ծորակները դե բնականաբար բաց է։ Հետևաբար միջև բոլորի բակերը չի լցվում, հագենում, այդ կլապան ասվածները նոր փագում են այդ ջուրը, իրենց ծորակը, նոր դրանից հետո ջուրը ոնց որ շարունակում է իր հետագա ընթացքը, էլի հա, այսինքն ամբողջությամբ ցանցը հագեցնելով նոր կարողանում ենք ճնշումը ապահովել, բարձրակ շենքերին ջրով ապահովել։ Այս է իրականում մեր մարզի ջրամատակարարման են հիմնական բարդությունը։ Ծրագրով նախատեսվում է բնակավայրերի 200 բաժանորդի համար վերակառուցել 9 կիլոմետր ջրագիծ։ 1300 մետր կառուցած է։ Ու սա չի մտել։ Էսի չի մտել, սրա հորերը տեղադրած է, այս դիտահորերը։ Հիմա այս ճյուղերի վրա տնային միացումներն են կառուցում։ Մասիս խոշորացված համայնքի Զորակը ծրագրում ընդգրկված ամենախնդրահարույց բնակավայրերից մեկն է, որտեղ մաշված ջրագծերի պատճառով հատկապես ամռանը ջրամատակարարումը հաճախ է խափանվում։ Գյուղը ջուր է ստանում նորաբացի օրվա կարգավորիչ ջրամբարից։ Նախատեսվում է փոխարինել մոտ 1.5 կիլոմետր երկարությամբ ջրատարը, ինչպես նաև համայնքի 3.2 կիլոմետր երկարությամբ բաշխիչ ցանցը։ Իրականում Զորակ գյուղի խնդրեմը շատ խորն է, մարզի
վատ առումով այն բացառիկ գյուղն է, որտեղ կորուստը կազմում է 95%, այստեղ ահավոր մեծ է իրականում կորուստը եւ կատարված աշխատանքները բնականաբար միտվելու են նրան, որպեսզի առաջնային եւ վթարավերականգնողական աշխատանքներից այլևս խուսափենք եւ բնականon ջրամատակարարում ապահովենք բնակիչներին, այլ նաեւ այստեղ կորուստի բնականաբար մեծացում է ակնկալվում, որը էական է լինելու հավաստում եմ։ Նմանատիպ աշխատանքներ նախատեսված են նաեւ Արևշատում, որտեղ նույնպես գործող ջրագծերը տարիներ շարունակ շահագործվել են առանց հիմնանորոգման։ Արևշատում էլ կվերակառուցվի գյուղը սնող գլխավոր ջրատարը, կկառուցվի մոտ 5 կիլոմետր նոր ջրամատակարարման ցանց։ Խնդիրը շատ լուրջ է, որովհետև այս ջրագիծը կառուցված 1937 թվականին արդեն այնքան հնամաշ ու քայքայված է, որ որոշակի ջրաքանակի ավելացումը հանգեցնում է ճանապարհային դիմադրության մեծացման, ինչն էլ բերում է անընդհատ վթարավերականգնողական աշխատանքների է հանգեցնում։ Այդ իսկ պատճառով հրատապ որոշում կայացվեց, որպեսզի այս ջրատարը փոխարինվի եւ վերակառուցվի նոր պոլիէթիլենե խողովակներով։ Բնականաբար այս կատարվող հսկայածավալ աշխատանքներից հետո թվով 14 բնակավայրերում ունենալու ենք անխափան ջրամատակարարում։ Ծրագրի երրորդ հասցեն Լանջազատն է, որտեղ խնդիրը պայմանավորված է վթարված խողովակաշարով եւ ջրի զգալի կորուստներով։ Լանջազատում արդեն շահագործումից դուրս կբերվի գործող վթարված խողովակաշարը եւ դրա փոխարեն կկառուցվի նոր 750 մետր երկարությամբ ջրագիծ։ Ակնկալվում է այս բոլոր աշխատանքներից հետո արձանագրել վարկյանում 29 լիտր ջրի տնտեսում։ Լանջազատ բնակավայրում իրականացնում ենք 500 մմ-անոց թուջե ջրագծի շահագործումից հանելու համար աշխատանքներ ենք իրականացնում եւ կառուցելու ենք 160 մմ-անոց ջրագիծ ենք կառուցելու, քանի որ հետխորհրդային տարիներից մնացած այդ ջրագիծը արդեն շատ քայքայված եւ հնամաշ է, անցնում է 100%-ով ամբողջությամբ անցնում է սեփականաշնորհված տարածքների ներսով եւ ուղղակի հնարավոր չէ սպասարկում իրականացնել, վրան ամբողջությամբ կառուցված են շենք-շինություններ եւ նշված ջրագծի վրա փաստացի արդեն հայտնաբերել ենք, որ ունենք մոտ 15 լիտր վարկյան գաղտնի վթար ունենք այդ ջրագծի վրա։ Չնայած տարիներով կուտակված խնդիրներին Արարատի մարզում ջրամատակարարման համակարգի արդիականացումը շարունակվում է։ Վիոլիա ջրի հետևողական ներդրումներն ու փուլային կապիտալ աշխատանքները մարզում քայլ առ քայլ ձևավորում են ավելի արդյունավետ, հուսալի եւ կայուն ջրամատակարարման համակարգ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ինչպիսին կլինի վաղվա հանքարդյունաբերությունը, այս հարցի պատասխան են փորձում գտնել ոլորտի առաջատար ընկերությունները, ստարտափները, տեխնոլոգիական համայնքն ու ներդրողները։ Սևանի ափին անցկացված Mining Innovation Summit-ը մեկ հարթակում է համախմբել նրանց, ովքեր համոզված են երկրի արդյունաբերական հզորությունը սկսվում է նորարարությունից, իսկ տնտեսական աճը տեխնոլոգիական մտածողությունից։ Եթե մինչև հիմա թվում էր, թե հանքարդյունաբերությունն ավարտվում է հանքի սահմաններում, ապա Սևանի ափին անցկացված Mining Innovation Summit-ը ներկայացրեց բոլորովին այլ պատկեր։ Այստեղ հանդիպեցին ոչ միայն տարբեր ոլորտներ, այլև տարբեր մտածողություններ։ Միևնույն հարթակում էին հանքարդյունաբերության առաջատար ընկերությունները, տեխնոլոգիական համայնքը, ստարտափները, ներդրողներն ու պետական հատվածի ներկայացուցիչները, միասին ձևավորելով Հայաստանի տնտեսության զարգացման նոր օրակարգը։ Մեր հանքարդյունաբերությունը իհարկե առաջատար դիրքերում է, այսպես կարող եմ ասել, եւ մենք կառավարությունը նույնպես, քանի որ թվայնացումը մեր կառավարության գերակա ուղղություններից է, կառավարությունը նույնպես այս ուղղությամբ մեծ քայլեր է ձեռնարկում, մեր ռազմավարական բոլոր փաստաթղթերում դա ամրագրված է, որ ոլորտը պետք է թվայնացնել, վերափոխել եւ հավանաբար նաև առաջիկա կառավարության ծրագիրը, որը նախատեսում առաջիկա 5 տարվա միջոցառումների ծրագիր, այնտեղ նույնպես իր ուրույն տեղը զբաղեցնելու է եւ կառավարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ոլորտում արկա բոլոր հարաբերությունները թվայնացնելու, ավելի թափանցիկ դարձնելու, որը կմեծացնի նաև ներդրումային գրավչությունը։ Այսօր հանքարդյունաբերությունը պարզապես արդյունահանման ոլորտ չէ, այն դարձել է տեխնոլոգիական վերափոխումների շարժիչ ուժերից մեկը, ներդնելով թվային լուծումներ, ավտոմատացված համակարգեր, տվյալների վերլուծություն եւ ժամանակակից ինժեներական մոտեցումներ, որոնք բարձրացնում են արտադրության արդյունավետությունն ու անվտանգությունը։ Այս գաղափարախոսության կրողներից են նաև Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերության ընկերությունները։ Զանգեզուրի պղնձամոլիբդեն
Մոլիբդենային կոմբինատը որպես երկրի արդյունաբերության առաջատարներից մեկը տարիներ շարունակ իր գործունեությամբ կարևոր ներդրում է ունենում Հայաստանի տնտեսության զարգացման, արդյունաբերական ներուժի ամրապնդման եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրման գործում, շարունակաբար զարգացնելով արտադրական գործընթացներն ու աջակցելով նորարարական նախաձեռնություններին։ Առանց հանքարդյունաբերության, երբ որ մենք ընդերքից հանում ենք մետաղները եւ օգտագործում ենք արդեն տարբեր ոլորտներում, անհնար էր մեր այսօրվա զարգացման մակարդակը։ Եվ երբ որ դա հասկանում ենք, պետք է երկրորդ ոնց որ քայլը նա լինի, որ ընդունենք, որ Հայաստանը ունի այդ ներուժը, մենք ընդերքով հարուստ երկիր ենք եւ այդ ներուժը ճիշտ պետք է օգտագործենք իշա մեր պետությանը, իշա մեր տնտեսական զարգացմանը։ Իսկ Լիդիան Արմենյան ներկայացնում է հանքարդյունաբերության նոր սերունդը, շեշտադրելով միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիական լուծումները, պատասխանատու գործելակերպը եւ ոլորտում նորարարական մշակույթի ձևավորումը։ Ընկերության մասնակցությունը նման հարթակներին եւս մեկ անգամ ընդգծում է, որ ապագայի հանքարդյունաբերությունը կառուցվում է գիտելիքի, տեխնոլոգիաների եւ բաց գործակցության հիման վրա։ Եթե մենք մի քանի տարի առաջ, տասնյակ տարի առաջ ունեինք 1-2 աշխատող IT ոլորտից, ովքեր որ ապահովում էին մեզ համակարգիչների նորմալ աշխատանքը կամ ինտերնետ, այսօր հանքարդյունաբերության առանցքային մասն է կազմում տեխնոլոգիական ոլորտը եւ այսօր մենք ունենք օրինակ Ամուլսարում մեծ բաժին, որը զբաղված է եւ ծրագրերի ներդրումամբ, եւ IT ապահովմամբ, եւ մնացած նոր ծրագրերի գրմամբ։ Mining Innovation Summit-ի գլխավոր նպատակը հստակ էր՝ միավորել Հայաստանի երկու ռազմավարական ուղղությունները՝ հանքարդյունաբերությունն ու բարձր տեխնոլոգիաները, որովհետև հենց այս գործակցությունից են ծնվում այն լուծումները, որոնք կարող են բարձրացնել արտադրողականությունը, խթանել նորարարությունն ու մեծացնել երկրի մրցունակությունը միջազգային շուկաներում։ Հանքարդյունաբերության ոլորտում մենք բավականին լավ արդյունքներ ունենք այն իմաստով, որ խախտումները ավելի քիչ են արձանագրվել, այդ իմաստով մեր համար լավ արդյունքը ավելի քիչ խախտումներ հայտնաբերելն է իրականում։ Հաշվի առնելով, որ ընդերք օգտագործման ոլորտը այն միակ ոլորտն է, որ շրջակա միջավայրի բոլոր շերտերի վրա թողնում է իր ազդեցությունը։ Միջոցառումը դարձավ նոր գաղափարների, նոր գործընկերությունների եւ ապագային միտված նախաձեռնությունների հարթակ, որտեղ փորձառությունն ու ստարտափային մտածողությունը խոսում էին նույն լեզվով։ Mining Innovation Summit-ը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը միայն բնական պաշարների մասին չէ։ Այն ներդրումների, տեխնոլոգիական առաջընթացի, ինժեներական մտքի եւ երկրի տնտեսական կայուն զարգացման կարևոր շարժիչներից է։ Իսկ երբ ոլորտի առաջատար ընկերությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Լիդիան Արմենիան միավորում են իրենց փորձը տեխնոլոգիական համայնքի ստեղծարար ներուժի հետ, ձևավորվում են Հայաստանի արդյունաբերության ոլորտում նոր գաղափարներ եւ լուծումներ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքան այժմի համար կհանդիպենք։